Այսօր Վանաձոր քաղաքում առկա են 862 դիտահորեր, սակայն նրանցից ոչ բոլորն են գտնվում նորմալ վիճակում, կան փողոցներ, որտեղ բացակայում են դիտահորերի կափարիչները։ Կան դիտահորերի մեջ նրանց շարքում այնպիսիները, որ բացակայում են կափարիչները։ Երևանյան խճուղի վրա կա, Բաթումի փողոցի վրա կա, Տիգրան Մեծի, Աղայան, Սանկտ Պետերբուրգի, Իմիջայլոց իմ նշած այդ դեպքը հափշտակության դիտահորերի հենց Սանկտ Պետերբուրգի փողոցում էր արձանագրվել փաստ է, Միասնիկյան փողոցի, Ներսիսյան փողոցի վրա կա, Թումանյանի 4-րդ տարոնում կա, որ երևի տարիներով կափարիչ չկա։ Հատկապես ծայրամասերը, դիմացի ստադիումի հետ, MTS, Զաքարյանի վրա նայեցեք։ Դիտահորերի բաց լինելու պատճառները տարբեր են, կապված գողության դեպքերի եւ դրանց արդեն ժամկետանց լինելու հետ։ Բնակիչները եւս անհանգստացած են խնդրով։ Մեքենաների համար վտանգավոր է։ Իսկ բնակիչների համար էլ վտանգավոր, որ գիշերները լույսը չշիլնում, գնում են մեջը։ Վտանգավոր են, բայց թե ինչ անես։ Անողը անում է, չանողը չի անում։ Չեն հասկանում էլի։ 2011 թվականին գրանցվել է դիտահորերի կափարիչների գողության 3 դեպք, որոնց բացահայտման արդյունքում գողացողները ենթարկվել են վարչական տույժի։ Այս տարի դեռևս նման դեպքեր չեն արձանագրվել։ Այս տարի դիտահորերի կապիտալ վերանորոգման աշխատանքներն իրականացնելու իրավունքը մրցույթով շահել է Գունաշեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իսկ աշխատանքների իրականացման համար բյուջեից հատկացվել է 7 միլիոն դրամ։ Այժմ ընկերությունն իրականացնում է դիտահորերի մաքրման աշխատանքներ, սակայն բաց դիտահորերի կողքին բացակայում են դրանց բաց լինելու փաստը արձանագրող ցուցանակները։ Ցուցանակներ իհարկե եղել են, բայց փաստը ցավոք պետք է ասեմ կայանում է նրանում, որ այդ ցուցանակները երկար ժամանակ տեղում կարծես թե չի մնում։ Ում կողմից է դա տեղափոխվում այդ տեղից, մի այլ տեղադրվում, թե ինչա կատարում, նման դեպքեր եղել են, որ ցուցանակները հենց որ դրված են հատուկ այդ դիտահորի վայրը տեղը նշելու համար, կարծես թե տեղափոխման են ենթարկվել։ Կետված դիտահորի կողքին կան հատուկ զգուշացնող ցուցանակներ։ Չէ, ասի, մարդիկ իրանք քար են դնում, բան են անում, որ մեքենան մոտ ժամանակ չկա վրայով անցկենա, տենց մեր մոտ տենց է, քար է դրած կողքը։ Ես մեքենա ունեմ, տենց դեպքեր շատ ալել, որ ասենք վտանգավոր պահեր ստեղծվել, էլի հազիվ ենք շրջանցել։ Տաթև Ղազարյան, Կորյուն Ասլանյան, Միքելուստան ընկերություն։